Շնորհավորում ենք, դուք որդի եք ունեցել։ Դավիթը ծնվեց, ու նրա հետ ծնվեցին 1001 երազանք ու նպատակ։ Ծնվել էր առաջնակն ու ինչպես ավելի ուշ պիտի հասկացվեր, առաջնորդը։ Ժիր ու աշխույժ փոքրիկ էր, անսպառ էներգիայով լեցուն։ Դեռ վաղ հասակում տարբերվում էր իր աշխարհընկալմամբ ու դատողություններով։ Ինքը առաջնեկն էր, առաջին երեխան միշտ ուրիշ է լինում էլի, ծնողի համար, ինչքան էլ բոլոր երեխաներից շատ սիրում ես, առաջինը շատ տպավորիչ է, քո մոտ այդ զգացմունքները, ծնող դառնալու զգացմունքները ոնց որ նոր են ծագում, նոր են առաջանում, ու նոր է սկսում ապրել այդ ամեն ինչը։ Դավիթը ծնվել է 2001 թվականի հունիսի 18-ին, շատ ժիր, ակտիվ բալիկ էր, մեծացավ, դարձավ շատ խելացի, նպատակասլաց։ Ներքուս ոնց որ ինչ-որ մի բան հուշեց, որ իր անունը Դավիթ դնենք, շատ ոնց հնչյուն անուն էր իմ համար դա, այդպես ու հետագայում ոնց արդեն երևաց իրան իրոք ասենք այդ անունը իր համար էր։ Միշտ շատ լուրջ էր իր բնույթով, եթե թվում էր երեխա է, որ ինչ-որ բան պարզապես ուղղակի ասում է, բայց միշտ իր խոսքի տերն է եղել։ Եթե ինչ-որ բան ասում էր, ես վստահ էի, որ ինքը անելու անենց, ոնց որ ասում է։ Ու շատ վաղ տարիքից, շատ փոքր տարիքից խիստ ձևավորված անհատականություն է եղել։ Մենք 6 թոռնիկներ ունենք, բայց ինքը եւ առաջինն է եւ բացի այդ իր եւ հետաքրքրասիրությամբ եւ աշխարհընկալմամբ եւ ամեն ինչի մասին իր դատողությունները բոլորից առանձնանում է մինչեւ այսօր։ Բացարձակ արդարամիտ էր, փոքրուց կռիվ էր տալիս արդարության համար, անկախ նրանից խոսքը ինչի մասին է։ Շատ արդարամիտ։ Իր ընկերները ուսուցիչներն են փաստում դա, ինքը միշտ թույլի կողքին կանգնած է եղել, ինքը իր բնույթով շատ ուժեղ անհատականություն էր, շատ վառ արտահայտված լիդերի հատկություններ ուներ, հատկանիշներ, բայց միևնույն ժամանակ ինքը թույլ չէր տալիս, որ թույլերին, եթե ինքը ինչ-որ մեկի կողքին էր, ինչ-որ մեկը թույլ էր, երբեք ոչ ոք չէր կարող այդ թույլերին կամ նեղացնել, կամ միշտ ինքը պետքա երբեք չէր հանդուրժում անարդարությունը։ Բազմաթիվ հետաքրքրություններ ուներ, աստղագիտությունից մինչև նկարչություն, ու այնքան լավ էր նկարում, որ հարազատները գրեթե վստահ էին, Դավիթը նկարիչ է դառնալու։ Բայց նրանց հաշվարկներն այդքան էլ ճիշտ չէին, որովհետև Դավիթն իր հաշվարկներն ուներ։ Իրենը հենց հաշվարկներն էին, մաթեմատիկա, ու կարծես թե նրա սերն առ մաթեմատիկա երկկողմանի էր։ Մաթեմատիկական բարդ հաշվարկներն ու բանաձևերը ավելի քան հեշտ էին տրվում Դավիթին։ Սկզբում սովորել է ուսում դպրոցում, մինչև 7-րդ դասարանը, 7-րդ դասարանում քննություններն ավարտելով, քննություններ հանձնելով ընդունվեց Ֆիզմատ Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական թեկումով դպրոցը։ Դպրոցում շատ լավ է սովորել, մաթեմատիկայի շատ լավ մաթեմատիկա գիտեր, մաթեմատիկա, ֆիզիկա։ Հայոց լեզվի դասն էր անում, տնայիններն էր անում տանը, այդ կողքի սենյակում ես որ մտա, ոնց որ այդ հայրենը կարդալուց կողքը մաթեմատիկայի տետրն էր դրված, ու հայրեն ինչ-որ բան էր կարդում, մեկը մի պահ կանգ էր առնում, բացում էր մաթեմատիկայի տետրը, ինչ-որ գրառում էր անում այնտեղ, փակում էր ու էլի շարունակում էր այդ հայրենը ասել, այսինքն իր մեջ, իր գլխի մեջ, ուղեղի մեջ միշտ այդ մաթեմատիկայի ինչ-որ խնդիրների լուծումը բանը միշտ զուգահեռ ռեթում էր ինչ-որ մի ուրիշ գործողություն անելու հետ։ AX-ը հավասար է A կենտրոնաձիգ անգամ կոսինուս 90 մինուս ֆի։ Սակայն այստեղ մի բան հաշվի առնենք։ Ինչ նշան ունի A կենտրոնաձիգի պրոյեկցիան։ Բացասական։ Բացասական, ինչու Դավիթ։ Որտեվ դեպի վերև է ուղղված է։ Դեպի վերև ինչն է ուղղված։ Դրական։ Դրական ուղղությունը ուղղված է դեպի վեր, իսկ A կենտրոնաձիգի պրոյեկցիան որ կողմ է ուղղված։ Ներքև։ Ներքև։ Դրա համար այստեղ մինուս նշանը պետք է։ Կոսինուս 90 մինուս ֆին ինչի է հավասար։ Սինուս ֆի։
Սինուս ֆի, այսինքն AX-ը կստացվի։ Սովորում էր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով դպրոցում։ Բազմաթիվ օլիմպիադաների մրցանակակիր էր։ 13-ից 14 տարեկան էր, իր ղեկավարած թիմով դարձավ Թումո ստեղծագործական կենտրոնի ռոբոտիկսի հաղթողներից մեկը։ Առաջնորդի որակներն արդեն վաղուց էին Երևան եկել։ Համեստ էր, արդարամիտ, նպատակասլաց։ Նույնիսկ եթե մեծ մրցույթը լիներ ինքը, եթե առաջի տեղ չէր, երկրորդ տեղ, դա իր համար պարտություն էր։ Դեռևս փոքր տարիքից 15-16 տարեկանից ծրագրավորմամբ էր զբաղվում ինքնուս։ Ինքը էջներ վարում YouTube-ում, տարբեր ծրագրեր ուներ գրած արդեն, շատ վաղ տարիքում։ Թումո էր հաճախում, այնտեղ էր ինքը թիմի ավագ էր։ Թումոյի դասընթացները կոնկրետ ինչ-որ ժամանակով են տրված, այսինքն երեխան նստում է համակարգչի դիմաց, ինքը տրված է իրան ենթադրենք 1 ժամ, 1 ժամ հետո իր դասը ավարտվում է ու համակարգը անջատվում է ավտոմատ, ինքը իր ընկերոջ հետ հակերսկի ինչ-որ բան էին ստեղծել, ծրագիր էին ստեղծել, չգիտեմ ոնց ներդրել էին այդ Թումոյի համակարգչի մեջ, որ իրանց ժամը երբ որ լրանում էր, չէր անջատվում իրանց համակարգիչը ու երկար էին ավելի մնում։ Անընդհատ շտապում էր։ Դպրոցին զուգահեռ արդեն սկսել էր զբաղվել ծրագրավորմամբ, ինքնուս։ Մինչ դպրոցն ավարտելը հասցրեց Microsoft ինովացիոն կենտրոնում ավարտել C# մակարդակ 2 և օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում դասընթացները։ Instigate ուսումնական կենտրոնում յուրացրեց ծրագրավորման Scratch և Turtle լեզուները։ Գերազանց տիրապետեց HTML, CSS, C#, PHP, MySQL, JavaScript ծրագրերին։ Առաջին մրցանակի արժանացավ API-ի միջոցով կայքերի ստեղծման մրցույթում։ Տասնյոթից 18 տարեկանից արդեն աշխատում էր ծրագրավորողի մասնագիտությամբ ու վարում էր սեփական YouTube-յան ալիքը։ Ծրագրավորումը նրա հերթական ճշգրիտ հաշվարկներից էր, ժամանակի պահանջված մասնագիտություններից էր, որով կարելի էր լավ վաստակել, սակայն վաստակելն ինքնանպատակ չէր ու ոչ էլ փողի մոլուցք, այլ միայն կողքիններին երջանկացնելու միջոց։ Վերջի տարիներն էր դպրոցի սովորելու, վերջի դասարաններն էր, ինքը ծրագրավորման ուղղությունով շատ տարված էր, շատ էր սիրում դա, ու իր մոտ ստացվում էր, տարբեր ծրագրեր էր գրում։ Ինքը միշտ անդադ շտապում էր ինչ-որ մի տեղ, շտապում էր աշխատեր, շտապում էր ինչ-որ նոր բան սովորեր, ընդունվեր մի նոր ինչ-որ մի տեղ, որտեղ դեռ ինքը չի ուսումնասիրել այդ ամեն ինչը ու կայքեր էր պատրաստում աշխատանքի վերաբերյալ իր, աշխատում էր այդ ինտերնետով տարբեր կազմակերպություններ էր գտնում, ներկայացնում էր իր արած աշխատանքները ու իրան արդեն պատվերներ էր մինում, որ իրանց կազմակերպության այդ ֆիրմաների կայքերը ինքը ստեղծի ու մի քանի այտենց աշխատանք արել է ինքը, որի համար վարձատրվել է։ Ստիպեց ինձ, որ ես ինքս ընտրեմ այն ժամացույցը, որ ես կուզենայի ունենալ ու իր աշխատած գումարով պետք է առներ անպայման։ Շատ լավ ու դրական էմոցիա մոտ առաջացավ այդ իր քայլից, էլի, որ ինքը տղա լինելով ոչ թե գումարը ծախսեց ինչ որ իր նպատակների համար, այլ ինքը իր մայրիկին ուզեցավ ինչ որ սյուրպրիզ անակնկալ մատուցել, որ նվեր տալ ինչ որ մի բան, այն ինչ որ ինքը աշխատել է իր ուժով, իր գիտելիքներով։ Այդ առաջի իր աշխատած գումարն էր։ 11 տարեկան էր, երբ խնդրանք պահանջով դիմեց ծնողներին, իրենց ևս մեկ եղբայր է պետք։ Շուտով Յակովլևների ու Անթանյանների ընտանիքում ծնվեց նաև երրորդ որդին, ով անասելի նման էր Դավթին ու դարձավ նրա ամենասիրելին։ Դավիթը շատ ընտանիքին նվիրված էր, միշտ մեր փոքր զավակին Արամին չափից շատ էր սիրում, համ նրա համար, որ ինքը դե մեր փոքրն է, ընտանիքի փոքրն էր, ինքը 10 տարի տարբերություն էր իրանց մոտ, բավականին արտաքինով էլ նման է Դավիթին, ու հիմա արդեն որ որոշակի տարիներ անցել են, նայում ես
իր պահվածքին, այդ փոքր երեխայի պահվածքին, իր արած քայլերին, իր խոսալու ձևին, իր մտածելակերպին շատ էս նմանացնում արդեն Դավիթի շատ նման է ինքը Դավիթին ու Դավիթը ոնց որ Դավիթը իր մեջ էլ կա։ Մենք մեր կարոտը ոնց որ Դավիթից առնում ենք այդ երեխայի շփվելով։ Ես հիշում եմ իրան արդեն զինվորական հագուստով։ Այո, եղբայրն իր ամենասիրելին էր, բայց նրա սերն այնքան շատ էր, որ բոլորին էր հերիքում։ Խելացի, խորունգ, շատ գեղեցիկ արտաքինով աշակերտ մտար դասարան եւ միանգամից գերեցիր թե ուսուցիչների եւ թե ընկերների սիրտը։ Քո շուրջը հավաքեցիր ընկերներիդ եւ այնքան վստահություն ձեռք բերեցիր, որ դարձար նրանց խնդիրները լուծելու։ Սակայն մինչ շրջապատը հիանում էր Դավիթի հավասարակշռվածությամբ ու լրջախոհությամբ, վերջինս շարունակում էր շտապել, ցանկանալով անել ու հասցնել ավելին։ Թե ուր եւ ինչու էր շտապում, միայն ինքը գիտեր։ Եվ սովորում էր դպրոցում, եւ դրանից հետո պարապմունքներն էին, դրանից հետո այդ Microsoft-ի դասընթացներն էին, այսինքն գրեթե ամեն օր ինքը առավոտ 8-ին դուրս էր գալիս, երեկոյան 10-ին գալիս էր։ Մենք նույնիսկ օրինից 6-ը աշխատում էինք, ավելի շատ տանն էինք լինում, քան ինքը։ Այդ վերջի 2 տարին միշտ շատ խտացված ա եղել։ Ընդհանրապես իր կյանքը շատ խտացված էր։ Ինքը կարծես ուզում էր ամեն ինչ հասցնի այս կյանքում։ Հիմա ես ինձ որ ռետրոսպեկտիվ նայում եմ, ինքը շատ արագ ուզում էր ամեն ինչ հասցնել։ Ամեն ինչ ինքը գրեթե փորձել էր կյանքում։ Բայց մի օր խոսեց։ Հետո իմացանք, որ ինքը շատ տարբեր մարդկանց ասելա, որ ինքը զգում է, որ ինքը երբ որ գնա բանակ, ուղղակի պատերազմ է լինելու ու ինքը չի վերադառնալու պատերազմից։ Բայց դրա մասին մեզ երբեք չի ասել ինքը։ Կանխազգում էր արդյոք, թե հերթական հաշվարկը։ Գուցե համադրելով փաստերն այնուամենայնիվ հասկացել էր, որ պրոցեսներ են սկսվում։ «2019 թվական։ Կյանքով, սիրով, գիտելիքներով լեցուն Դավիթը քայլ է անում դեպի մեծ կյանք։ Կյանքի անցած տարիները հուշում են նրա մեծ ապագայի ու շարունակական հաջողությունների մասին։ Ավարտելով դպրոցն ընդունվում է Հայաստանի ամերիկյան համալսարան մաթեմատիկայից ստանալով ամենաբարձր միավորները, սակայն կրկին հաշվարկում է։ Վստահ էր, որ իր մասնագիտական ուղուն Մայրբուհի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն առավել օգտակար կլինի եւ նույն տարում ընդունվում է Երևանի պետական համալսարան, ապա հուլիսի 19-ին զորակոչվում է հայոց բանակ։ Ինքը իր վերջի այդ քննությունը, որ հանձնեց համալսարանի ընդունելության քննությունը, ու նենց էր իր ծննդյան օրը ամառներ, ինքը պետքա զորակոչվեր բանակ, չէր կարող գնալ մասնակցել դասի ու ոչ մի անգամ չգնաց չմասնակցեց օրացիոնի դասի, զորակոչվեց բանակ։ Հրետանային ինքնագնաց կայանքի հաշվարկի հրամանատար էր, կրտսեր սերժանտ, ուսակերտում էլ, քանի որ հաշվարկը իր համար շատ այն ինչ որ ինքը գիտեր դրա համեմատ երևի թե շատ պարզ էր, այն ինչ որ անում էին ուսակերտում։ Ինքը ստացավ դասային որակավորման, հրետանավորի դասային որակավորման 3-րդ կարգ ու կրտսեր սերժանտով արդեն 6 ամիս հետո արդեն տեղափոխեցին Խոջալու Իվանյան զորամաս, տանկային զորամասում հրետանային ինքնագնաց կայանքի հաշվարկի հրամանատար էր Դավիթը։ Զգացի հպարտություն, որովհետև դե երևի ամեն մարդ պետք է հպարտ լինի, որ քո բարեկամը, քո հարազատը պաշտպանում է քեզ, միշտ է կպաշտպանի։ Բանակում էլ շտապում էր, սովորում էր, անդադար սովորում, փորձում լինել լավագույնը։ Դավիթի համար չկար չեմ կարողն ու չի ստացվում։ Շատ նպատակասլաց էր, ամեն ինչին ինչ որ չկարողանայինք անել, ուզում էր փորձեր անել, ասենք մենք չենք, եթե չենք ուզում անեին կամ չենք կարողանում, ինքը դի փորձեր էտի անել։ Անենց բաները կարողացել անել, որ ես կյանքում չեմ պատկերացրել, որ Դավիթը կարող է բան անի։ Առաջի բառը, որ ասում են, առաջի բառը կոկիկություն ու համեստությունն էր, որ
մարդը շնորհքի ամենաբարձր կետերը ուներ, խելացի ամենաառաջինը, որ իր դեմ դրված նպատակները, որ ինչ-որ բան ինքը պետք է իմանա, ինքը պետք է ամանար ամենալավը, Մարկոսում երևի ամենալավ հաշվարկի հրամանատարն էր, որ իր գործը մաքսիմալ լավ տիրապետում էր ու տենց թերացումներ շատ քիչ ա ունեցել, որ իդեալական կերպով իր աշխատանքը եղել, կրակոցները լրիվ իրական հաշվարկները լրիվ այնքան ռեալ են եղել, որ սենց մեկին մեկ կպել են իր ուզած տեղը, էլի։ Շատ ազնիվ էր, նպատակասլաց, շատ նվիրված մարդ էր, ու երբ որ ինքը ինչ-որ մեկին նվիրվում էր, կյանքն էլ կտար։ Ու տենց ինքը նվիրված եղել մի քանի հոգու, ոնցից մեկն էլ բախտի բերման պիես է նկել։ Տարածությունն էլ ավելի էր ջերմացրել հարաբերությունները հարազատների հետ։ Անընդհատ հետաքրքրվում էր միջնակ եղբոր դասերով։ Երբեմնի տղայական մրցակցությունն ու եղբայրական գզվրտոցները վերածվել էին ամենաիսկական եղբայրասիրության։ Անհանգստանում էր։ Ծնողներին հորդորում էր անել ամեն բան, որ եղբայրը լավ կրթություն ստանա։ Իր փորձից գիտեր, որ խելացի մարդը ցանկացած բնակավարում կարևոր է։ Ինքը ուսումնական զորամասի լավագույններից էր։ Ինքնագնաց հրետանային կայանքի հրամանատար էր, հաշվարկի մասնագետ էր։ Այս պարագայում մասնագետը նաև բնորոշում է։ Մաթեմատիկայի հետ ընկերությունն ու իր այդքան սիրած հաշվարկները ավելի քան տեղին էին։ Արդյունքում ուսումնական զորամասից տեղափոխվում է Արցախ Իվանյանի զորամաս, արդեն որպես որակավորված մասնագետ, կրտսեր սերժանտի կոչումով։ Մինչև ծառայության անցնելը ընդունվել էր համալսարանի կիրառական ֆակուլտետը, ու ծառայության ընթացքում իմացա, որ եթե ինչ-որ որոշակի բաներ կան, բանակի գերազանցիկ, սերժանտի կոչում, ինքը գնաց որպես կրտսեր սերժանտ, լուսակերտից հետո Խոջալույում էր ծառայում, սերժանտի կոչում եթե ստանար բանակի գերազանցիկ լիներ եւ նաեւ կարծեմ եթե չեմ սխալվում լավագույն մարզիկներ, որ պետքա լիներ, ասում էր ես անպայման մինչև զորացրվելս այդ 3-ը պետքա ունենամ, որ իմ ուսման վարձի կեսը վճարեք դուք։ Չնայած գիտեր, որ դա շատ մեծ խնդիր չէր մեր ընտանիքի համար, բայց ամեն դեպքում ինքը այնպես չէր, որ դա պարտադիր ինչ-որ պայման էր, ինքը գիտեր, որ դրա կարիքը չունի մեր ընտանիքը, բայց ամեն դեպքում ինքը ամեն ինչով ուզում էր մեր ընտանիքին օգնած լիներ ու իր լուման ունենար, ու եթե նպատակ էր դրել, որ այդ ամեն ինչը ինքը պետք է ունենա, որպեսզի մենք իր ուսման վարձի կեսը վճարենք։ Երբ որ զորացրվել են հին ծառայողները, մեր Մարկոսի հրամանատարը իրեն նշանակել է դասակի հրամանատարի տեղակալ, որպես խելացի եւ իր մասնագիտությանը լավ տիրապետող անձ, ինձ նշանակել է ԱՎՔ մեխանիկ ու մենք այդ ժամանակ իրար հետ շատ հետաքրքիր նպատակ ու պլաններ ենք գծել ծառայության հետ կապված ու օր-օրի ինքը ավելի նոր մտքերով գալու ու ասում էր այսօր արի ես ինչ-որ մի բան անենք, որ ամենալավը մենք լինենք, ամենաառաջինը մենք լինենք ու տենց կոպիտ ասած ինքը մեզ տանում էր դեպի լավին, մինչև որ սկսվավ պատերազմը։ Երանի թե Դավիթի հմտություններն այդպես էլ պետք չգային նրան, սակայն նրա հաշվարկը ծառայության ու պատերազմի մասին կրկին ճիշտ դուրս եկավ։ Այսօր առավոտյան ժամը 7:10-ին ադրբեջանական կողմը վեր սկսել է լայնածավալ Առավոտյան ժամը 7-ն էր, ոնց որ առավոտյան շատ շուտ զանգ տվեց ու իր բառերը եղավ, որ ահա սկսվել է արդեն ռմբակոծել են իրանց զորամասնել, Ստեփանակերտն էլ ու իրանց բոլորին տագնապ են հայտարարել, իրանք արդեն իրենց տեխնիկաների վրա նստում են ու դուրս են գալիս։ Տենց ուղղակի առավոտը արթնացանք, նու գիտենք, որ լարված է, բայց չենք պատկերացնում այդպես։ Արթնացինք, Կիրակի օրեր գնացինք, որ արդեն ամեն մեկս իրանք կառոլ էին, ես չէ։ Իմ Մարկոսից մենակ ես էի, էլ իրանք բան էին, ինքը ԿՊՊ-ի հերթապաներ այդ օրը։ Տենց առավոտ 7:15-ի կողմերն էր, գնացի որ ատամներս լվամ, արդեն տենց կրակեցին զորամասի կողքերը։ Այդ պահից ամեն բան գլխիվայր շուռ եկավ, սակայն ոչ Դավիթի համար։ Ինքը կրկին հաշվարկել էր ու հստակ գիտեր իր անելիքները։
պետք էր տեխնիկան պահել համապատասխան վիճակում, պատրաստ ամեն վայրկյան ակտիվ գործողությունների մեջ մտնելու։ Իսկ հարազատներին պարզապես հանգստացնում ու վստահեցնում էր, որ ամեն բան կարգին է։ Մի օր պատերազմի ժամանակ, որ խոսում էինք, էլի ինձ էլի հանգստացնում էր այդ ժամանակ, ասում էր, ման ոչ մի բան չկա, չմտածես, մենակ մի քիչ հագուստս ա կեղտոտվել, ընդամենը այդ ուրիշ ոչ մի բան չկա, ասում էր, ափսոս ա մաշվում ա, նոր մեկ առել, կեղտոտվել ա, ասում էր, դե բնականաբար հումոր էր անում կամ ինձ էր ուզում հանգստացնել, չգիտեմ։ Հերթական հեռախոսազրույցի ժամանակ վստահեցնում է, որ իրենց առաջնագից չեն տանելու, սակայն հաջորդ օրը կրկին զանգահարում է տուն եւ հայտնում. «Պապ, մենք գնում ենք։ Մեզ տանում են այնտեղ, որտեղ ձեզ մոտ կարտոֆիլը լավ է աճում»։ Նկատի ուներ Մարտունին։ Միշտ հեռախոսազրույցների ժամանակ զգուշավոր էր, խոսում էր քողարկված, առանց կոնկրետ տվյալներ տրամադրելու, ու այս անգամ էլ բացառություն չարեց։ Երբ հայրը զարմանքով փորձում է հակաճառել, թե որդին իրեն այլ բաներ ասել, հնչում է Դավիթի հստակ ու առարկությունը չընդունող պատասխանը. «Պապ, տենց ա պետք»։ Հետագայում պարզվում է, որ դա իր մտածած պետքն էր։ Կամովի էր որոշել, որ պիտի առաջնագից մեկնի։ Վստահ էր, իր հաշվարկների կարիքն այնտեղ կա ու չէր սխալվում։ Ճանապարհի կեսին իմ ու իր տեխնիկան փչացավ, բոլորը հասել էին տեղ, բացի ինձնից ու իրանից։ Ընթացքում ես ու ինքը իրար հետ ինքը ընդհանրապես տեխնիկայից գաղափար չուներ, բայց այդ օրը ոնց որ աստուծեր ինքը կարացավ ամեն ինչ անի, օգնի ինձ, իրար հետ վերանորոգեցինք ու շարժվեցինք։ Ճանապարհին զանգեց իր պապային։ Մի քիչ խառնված էր, բայց ուղիղ 2 օր հետո ինքը սենց ասեմ ինձնից էլ ավելի դուխով էր ու ոչ մի բանի մասին չէր մտածում։ Դիվիզիոնի հրամանատարը, որ բոլորին շարել է, հարցրել է, որ ով է ուզում գնա, Դավիթը առաջինը շարքից դուրս է եկել ու իր կամքով գնացել է։ Ու ինքը իրոքից շատ լավ հաշվարկին անտարել էլի։ Մեզանից հաստատ լավ գիտեր։ Արդեն հասանք կենտրոնացման շրջան, տեղավորվեցինք։ Սկզբի մի քանի օրը տենց զուտ կենտրոնացման շրջանում ենք եղել, պատրաստվում էինք, հետո արդեն գնացինք Ջաբրայիլ ու տենց խառը։ Այդ պահին առաջնագից մեկներից առաջ այդ զանգներ, վերջի զանգներ, իր հեռախոսազանգներ, որ ինքը արեց, զանգեց ինձ, ասեց, որ հարցրեցինք ոնց է իր վիճակը, ոնց է դրությունը։ Ես իր տեխնիկայի մասով հետաքրքրվեցի, վերանորոգել են, թե չէ, որ ոնց որ մի տեսակ հանգիստ էի, որ ինքը դեռ առաջնագծում չի։ Ինքը ասեց, որ հենց այս պահին զանգել է, որ ասի, որ մեկնում է առաջնագից։ Ես հարցրեցի, բայց քո այդ սարքը վերանորոգել են, ասեց, չէ, ես գնում եմ առաջնագից ուրիշ անձնակազմի հետ, ուրիշ տեխնիկայի վրա ու դա տենց է պետք։ Ու նրա ճշգրիտ հաշվարկները չվրիպեցին թշնամու աչքից։ Բազմաթիվ կորուստներ կրելուց հետո վերջիններս հասկացան, որ մարմինը պարալիզացնելու լավագույն տարբերակն ուղեղը վնասելն է ու սկսեցին ինտենսիվ կրակ վարել Դավիթ հենց ուղղությամբ։ Ինչպես Դավիթի պապիկն է ասում, երբ Աստված մեկին շատ է օժտում, սատանան նրան անմիջապես նկատում է։ Ու հենց այդպես էլ եղավ։ 6-օրյա համառ մարտերից հետո հոկտեմբերի 26-ին Շեյխերում Դավիթը կատարեց իր վերջին հաշվարկն ու հերոսացավ։ Անմահացավ, սակայն իր հետ տարավ այն մեծ ներուժն ու գիտելիքները, որ պիտի ծառայեցներ հանուն հայրենիքի։ Գուցե այլ կերպ չէր էլ կարող լինել, չէ՞ որ Դավիթը պարտվող տեսակ չէր։ Դավիթը իսկապես չպարտվող հաղթող տեսակ էր ու պատահական չէր, որ իր ամենաշատ օգտագործող բառը հզորն էր։ Եթե մի բան իրեն շատ էր դուր գալիս անկախ նրանից խոսքը ինչի մասին էր, ասում էր հզոր է։ Եվ ինքը միշտ այդպես էլ հզոր մնաց։
մեկ բառը շատ քիչ է իրան բնութագրելու համար, բայց խիզախ ու հավատալ եմ, չգիտեմ ոնց ասեմ։ Նենց բաներ են արել, ինձ թվում է, որ տենց տղեկ չլինեին, կարող է մենք այդ մինիմալն չունենայինք, էլի։ Զուտ այդ տղեկի, այդ իրանց դուխի ու այդ իրանց խելքի շնորհիվ այդքան բան եղել, էլի։ Իրենք այնքան հնարամտություն են ունեցել, որ այդքանը կարացել են անել։ Ես իմ տենց տղեկին ինձ թվում է, պետք է միշտ հիշեն ու միշտ տենց ձեռքերի վրա ման տան, էլի, մաքսիմալ կերպով իրենց անունը միշտ պիտի բարձր պահվի։ Տենց իր մասին մենակ է ամենալավը, այլ ուրիշ բան չեմ կարող ասեմ, էլի։ Փաստորեն նրա բոլոր հաշվարկները ճիշտ էին, ու գուցե նա միայն մի բան չէր հաշվարկել, թե իրենից հետո քանի զույգ աչքեր են փոխելու իրենց գույնը։ Հավատավոր էր ամեն ինչի հանդեպ, ինքը կյանքին շատ տված բան ուներ եւ կարծում էի, որ այդքան բան, որ ինքը կյանքին տվել է, իրեն պիտի հատուցվի դա, բայց այսպես հատուցվեց, շատ ափսոս։ Ես իրան շատ քիչ եմ ասել, որ ես իրան սիրում եմ։ Դրա համար մի 10 քանի անգամ եք ուզենայի դա ասեի։ Դավիթը իմ կյանքում երևի թե ամենալավագույնն էր, ինչ որ ես ունեի իմ կյանքում։ Դրանով ամեն ինչ կասեմ։ Իսկ գուցե ինքը հաշվարկել էր, թե ինչ կլինի, եթե ինքն ու ինչպես հերոսները չդիմակայեն թշնամուն։ Գուցե։ Վերկաց եղբայրին զանգեր չեն լուր Վերկաց եղբայրին մեր երկը չեն գրել կիսատ երկիտ նոր տողտել եմ Կիսատ զարկիտ նոր զար